Ես ուղղակի կադրի մեջ հայտնվեմ, շնորհակալություն պարոն Կարապետյան։ Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը եւ դրա շրջանակներում Երևան այցելեց նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Դուք ինչ կարծիք ունեք նրա Երևան այցի վերաբերյալ։ Անկեղծ ասեմ։ Այո։ Ես գտնում եմ մեր իշխանության կողմից իր դաշնակցի նկատմամբ դա հիմարություն էր եւ նույնիսկ կարող եմ ասել սրիկայություն էր մեր ժողովրդի հանդեպ, քանի որ եվրոպացիները դա կազմակերպել էին, ընդամենը Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը իրեն ռուսերեն ասեմ, մաստեր կլաս տա, ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները։ Ես անհանգստություն ունեմ, որ այդ ամենից մեր ժողովուրդը օգուտ չի ունենալու։ Փաշինյանը ամեն ինչ հանձնելով իրեն մնացել է ընդամենը մեկ բան վաճառել եվրոպացիներին։ Դա հակառուսական քաղաքականությունն է, ինչը եվրոպացիք շատ հաճույքով կգնեն իրանից։ Շնորհակալ եմ եւ իմ երկրորդ հարցը, քանի որ դուք շատ վստահ հայտարարում եք, որ Հայաստանի ապագա վարչապետը դուք եք, դուք արդյոք պատրաստվում եք քաղաքական գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի եւ իշխող ուժի կառավարման ժամանակաշրջանին։ Մենք ոչ թե պատրաստվում ենք քաղաքական գնահատական տալ, դուք եթե ուշադիր հետևում եք, մենք ամեն օր ենք քաղաքական գնահատական տալիս։ Ցույց ենք տալիս մեր ժողովրդին բոլոր տապալումներն ու ձախողումները, ինչը ունեցել է փոքրիկ խմբակը։ Ամենօրյա ռեժիմով մենք դա արել ենք, անում ենք եւ անելու ենք։ Շնորհակալ եմ։